Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մանուկյան, հանուն ինչի քվեարկեցիք։ Հանուն իմ քաղաքի բարօրության, իմ ժողովրդի բարօրության եւ ուզում եմ հավատալ, որ համահայկական զարթոնքը լինելու է վաղար շաբաթով։ Պարոն Մանուկյան, ինչպես է գնահատում, արդյունքները որքանով կլինեն արդարացիոն։ Գիտեք, եթե մի երկրում արդարությունից փորձենք խոսել, որտեղ առաջի դեմք հանդիսացողը ասում է մի դատավոր կա, որ իմ ասածները չանի, ինչ արդարության մասին է խոսքը, բայց դե մենք պիտի կարողանանք ամեն ինչը հսկել, այնպես հսկել, որ իրենց ուրեմն խարդախությունները չգործի կամ գոնե զգալի ազդեցություն չունենա։ Թեև շատ ժամանակ չի անցել, բայց Նորմալ եմ գնահատում եւ դա ասեմ, այստեղ մարդկային գործոնն էլ կապ ուներ, խաղաղ հանգիստ այդպես ընթացք է ունեցել եւ եթե ԿՊ-ի պարագլուխները չխանգարեին, ավելի հանգիստ կանցներ։ Բոլոր իմաստներով, բոլոր ռեսուրսները կիրառելով եւ այս դեպքում միշտ ամենտեղ ինչպես է, որտեղ խցկվում են, ուրեմն մի բան խառնում են իրար, ես ասել եմ, կարդացեք օցեանի փանջունին, ամենախաղաղ տեղանքները կարող են կռվազանության տանել, կարող են խռովությունների վերածել եւ ավելելով հաճույք ստանալ։ Սրանք վամպիրներ են, արյուն են խմում շարունակաբար։ Ըստ ԿՊ-ի հարցումների նրանք բացարձակ առաջատար են, շանսեր ունեն վերարտադրվելու։ Դե իրանց հարցումների տենց էլ պտիլներ բա հիմա ինչ անեն։ Իրենք հասկանում են, որ պահին իշխանությունը կորցնեն, հայտնվելու են արդարադատության առաջ, իսկ այդ արդարադատությունը լինելու է օրենքի ամբողջ խստությամբ, իրենք քաչ հասկանում են դա։ թեև շատ ժամանակ չի անցել, բայց ընտրախախտումների մասին հազանգել լսել եք։ Չեմ կարծում, ես այդպես լսողներից էլ չեմ, եթե լինում է առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, բայց գիտեմ, որ լավ հսկում են հիմա եւ չեմ կարծում, որ լուրջ խախտումներ կլինեն։ Պարոն Մանուկյան, մենք այսօր տեսնում ենք, որ եթե անգամ անդիմադիրները, այսպես միավոր տեխնոլոգիայում, այսինքն անդիմադիրները ավելի շատ են հավաքում, բայց դա երաշխիք չէ, որ հետագայում կառավարությունը իրենց ձեռքին է մտնում։ Մենք տեսնում ենք Գյումրի օրինակը, տեսնում ենք Վանաձորում են վիճակը։ Հիմա եթե այս դեպքում զուգին գյումրությանը միավորվել ու իրենց ներսից անդիմադիր տեխնոլոգիա ընտրել, ո՞նց է պահպանել։ Դե ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հայոց բոլոր տարածքներում աշճանաբար ուրեմն մեր ազգը արթնանում է եւ այո մերժում է ԿՊ-ին, նրանց ովքեր դագաղներով են եկել, վերջապես այդ մահվան շունչը մեր երկրից դուրս պետք է անենք եւ մենք պիտի կարողանանք համընդհանուր միասնականությունը ձևավորել եւ այդպիսով ոչ թե առանձին հատվածներից, առանձին համայնքներից, Գյումրի, Փարաքար, Մասիս, Վաղարշապատ, այլ ամբողջ երկրից դրանք դուրս մղենք եւ կանգնեցնենք արդարադատության առաջ։ Պարոն Մանուկյան, իշխանության տեխնացու Արգիշտի Մեխակյանը հետքին տված հարցազրույցում ասել է, որ կադրային ժամ չի իրականացնելու ընտրվելու դեպքում, բայց նաև չի հերքել, որ արդեն իսկ հեռացված ընդդիմադիրների հարազատներ կան համայնքապետարանից ու դա մեկնաբանել է, որ ինքը իրավունք ունի աշխատել ում հետ ուզում է։ Ընտրվելու դեպքում ձեր քաղաքականությունը, ձեր մարտավարությունը այս առումով ինչպիսին է լինելու։ Բոլոր պրոֆեսիոնալները իհարկե աշխատելու են, նրանք ովքեր հմուտ մասնագետներ են, պիտի իրենց գործը շարունակեն։ Ես չեմ նայում, գիտեք, այսպես թե որ ուղղության մեջ է, շատ դեպքերում մարդիկ կուսակցական դառնում են նրա համար, որ աշխատանք ունենան, մենք բոլորս էլ հասկացել ենք։ Եվ եթե մարդը տիրապետում է իր գործին, ինչի՞ պիտի ազատեմ։ Որ կարծում եմ իրենք պարզապես նաև ստիպված չեն լինի այս կամ այն կուսակցության մեջ ներգրավել, որպեսզի աշխատանք ունենան։ Ես էլ եմ